Հայտնի հույն փիլիսոփա Սոկրատեսը, որ ապրել է Քրիստոսից 5 դար առաջ, փիլիսոփայական աշխարհում մեծ հետք է թողել իր աշխատություններով, իր կյանքի ընթացքով, քանզի իր ամբողջ կյանքը նվիրեց աշխարհում մարդու դերի եւ առաքինությունների խնդիրները ուսումնասիրելով։ Իր գլխավոր նշանաբանն էր ճանաչիր ինքդ քեզ, բազմաթիվ աշակերտներ ուներ։ Սակայն իրեն մեղադրեցին, որ երիտասարդությանը անառակության է մղում, քանի որ Սոկրատեսը ներմուծել էր նոր չաստվածներ եւ հեթանոսական Հունաստանում նրա հանդեպ կեցվածք որդեգրվեց եւ մի օր էլ իրեն դատաստանի կանչեցին, 501 հոգի դատավարություն արեցին եւ որոշեցին, որ Սոկրատեսը պիտի մեռնի։ Դատավճիռը հետեւյալն էր, որ բաժակի մեջ թույն պիտի լսվեր եւ Սոկրատեսը պիտի խմեր։ Եվ այդ պահին էր, որ իր աշակերտները հասան վարդապետի մոտ եւ նրանց միակ հարցումը սա էր. վարդապետ, որն է ճշմարտությունը։ Եվ մեծ փիլիսոփան սառած կանգնեց, ինքը պատասխան չուներ եւ վրա հասավ թույնի ազդեցությունը եւ Սոկրատեսը մեռավ առանց պատասխան տալու, նաեւ իր աշակերտներին թողեց հիասթափության մեջ։ Որն է ճշմարտությունը։ Ամեն մարդ կփորձի, որ ճշմարտությունը գտնի, եւ պատասխանը միայն կարող են գտնել Սուրբ գրքի մեջ, Աստվածաշունչ Մատյանի մեջ, որ Հովանու ավետարան 14-րդ գլուխ 6-րդ համարի մեջ Տեր Հիսուս Քրիստոս ինք ասաց. Ես եմ ճշմարտությունը։ Շատեր այսօր կհարցնեն, կփորձեն իմանալ, ճանաչել, նույնիսկ Պիղատոսը հարց տվեց Հիսուսին. Որն է ճշմարտությունը։ Եվ առանց սпасելու պատասխանի թողեց ու գնաց։ Եթե մեկը ձգտի ճշմարտապես ճշմարտությունը հասկանալ, Աստված պատրաստ է նրան բացելու այդ ճշմարտությունը։ Քրիստոս ինքը հայտնվեց եւ ասաց. Ես եմ ճշմարտությունը։ Երկնքից եկած իմաստությունը, Քրիստոս Աստծուց մեզ իմաստություն եղավ։ Շատ իմաստասերներ են ապրել երկրի վրա։ Մեծ գործեր են իրենք ստեղծագործել եւ այսօր փիլիսոփական աշխարհի մեջ շատ գրվածքներ կան, բայց դրանք իրական ճշմարտությանը չեն առաջնորդում, իրական իմաստությունը չեն բացահայտում, որովհետեւ երկնքից եկած ճշմարտությունը երկրավոր, շնչավոր չէ, դիվական չէ, այլ այդ ճշմարտությունը, այդ իմաստությունը Քրիստոս ինքն է։ Ահա երբ որ ճանաչենք Քրիստոսին, կիմանանք իրական ճշմարտությունը, իրական իմաստությունը։ Մինչև Քրիստոսին ճանաչելը ամեն մարդ ճշմարտություն բառը հասկանում է յուրովին։ Ինչ որ ինքը իր մտքով կդատի կամ ինչ որ ինքը կհասկանա իր տեսանկյունից, իր գիտելիքներից ելնելով, իր մարդկային հասկացողությունից ելնելով, ճշմարտությունը կտեսնի իր չափանիշներով։ Բայց մենք գիտենք, որ աստվածային ճշմարտությունը ամեն ճշմարտությունից վեր է եւ մեկ ճշմարտություն գոյություն ունի, երկու ճշմարտություն չկա։ Ժամանակին ես էլ չգիտեի, թե ինչ բան է ճշմարտությունը եւ ինչ հարց որ լիներ, մտածում էի իմ խելքով, իմ հասկացողությամբ, գտնում էի, որ օքեյ, այսինչ հարցի կամ այսինչ բանի պատասխանը այս է, ճշմարտությունը այս է։ Բայց երբ որ անցավ տարիները, երբ որ իսկապես Աստված հայտնվեց իմ կյանքիս մեջ եւ ընդունեցի Տեր Հիսուս Քրիստոսը որպես իմ կյանքի Տեր ու Փրկիչ, նոր այն ժամանակ հասկացա, որ ով է ճշմարտությունը եւ ինչ է նշանակում ճշմարտություն ասելով, եւ այդ ճշմարտությունը ուրիշ տեղ չես կարող գտնել, հապա միայն Աստվածաշունչի մեջ, Աստծո խոսքի մեջ, որտեւ Աստված մեզ հետ կխոսի իր խոսքի միջոցով, միայն թե պետք է որ լսողը ուշադրություն դարձնի, եթե իրապես կուզենա իմանալ, թե ինչ է ճշմարտությունը։ Իդեպ աշխարհը առաջի է բերում հետեւյալ վարկածը, որ բացարձակ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը հարաբերական է, նայած թե ում կողմից այն ինչպես է ընկալվում։ Մի բան մի ազնվորության համար ճշմարիտ է, մյուսի համար ճշմարիտ չէ։ Կան ճշմարտություններ, որոնք բացարձակ են։ Օրինակի համար, երկուսին գումարած երկուս
4 է, եթե մեկը փորձի ուրիշ բան ասել, վստահաբար ինքը սխալված է։ Բայց մենք այդ ճշմարտությունների մասին չէ որ խոսում ենք։ Այո, կան հաստատված ճշմարտություններ, բայց մենք խոսում ենք Աստծուց եկած ճշմարտության մասին։ Եվ այդ ճշմարտությունը հարաբերական չէ, բացարձակ ճշմարտություն է։ Ամեն։ Եթե Հիսուս Քրիստոս ասում է ես եմ ճշմարտությունը, նա այդտեղ արդեն իր սիլը, այսինքն իր կնիքը նա հաստատում է, որ ինքն է ճշմարտությունը, նրանից դուրս ճշմարտություն չկա։ Եվ որևէ կրոնի առաջնորդ իր կյանքի մեջ երբեք այդ համարձակությունը չտվեց իրեն, որ կարողանար ասել ես եմ ճշմարտությունը, որովհետև որքան էլ որ իրենք իրենց ճշմարիտ կարծեին, մեկ է իրենք իրենց սրտի խորքում զգում են, որ այն չէ, ինչ որ իրենք կարծում են, կամ մի բան, որտեղ իրենք սխալվում են, եւ իսկապես բացարձակ միակ ճշմարտությունը, որ Աստվածային է, դա Տեր Հիսուս Քրիստոսն է, եւ այդ ճշմարտությունն է, որ մարդկանց կյանքերը հեղաշրջում է, եւ այդ ճշմարտությունն է, որ մարդկանց նոր կյանքի առաջնորդում, հավիտենական կյանքի առաջնորդում, եւ այդ ճշմարտությունն է, որ մեր կյանքին իմաստ է տալիս, ինչպես ժամանակին իմ կյանքը կորսված էր, ինչպես ժամանակին ես կորսված առանց ճշմարտության եւ հիմա այդ ճշմարտությունը կյանքիս մեջ գալով նոր կյանք ստացա եւ հիմա կարող եմ համարձակորեն առանց վախենալու եւ կատարյալ վստահությամբ ամեն տեղ ամեն ժամանակ վկայել որ կա մեկ ճշմարտություն եւ այն է Տեր Հիսուս Քրիստոս Փրկիչ ամենակալ Աստվածը ամեն ամեն եւ այդ բոլորը մենք իմանում ենք միայն Սուրբ գրքի միջոցով ամեն այո եւ արդեն գիրքը որ կոչվում է Սուրբ բացահայտում է իր ինչպիսի լինելը Սուրբ Աստվածային Աստվածաշունչ հայերենով շատ գեղեցիկ է Աստծո շնչով գրված եւ մենք կարդում ենք որ ամբողջ գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի պատրաստված լինի։ Եվ այսօր մարդիկ իմաստություն են փնտրում։ Աշխարհի մեջ իմաստություն են փնտրում, փորփրում են իմաստասերների գրվածները։ Այո, այնտեղ կարող ես շատ բաներ գտնել, բայց իմաստության աղբյուրը Սուրբ Գիրքն է։ Ամեն, այո։ Մենք երբ որ խոսում ենք ճշմարտության մասին, զուգահեռ պիտի անցկացնենք նաև իմաստությունը, որովհետև այս Գիրքը Աստվածային իմաստության կնիքն է։ Ամեն։ Եվ ինչպես Տեր Հիսուս ասաց, ես եմ ճշմարտությունը, նույնպես նաև Առակաց գրքի մեջ ասում է. Ես եմ իմաստությունը եւ խոհականության մեջ կբնակվեմ։ Ամեն։ Ուրեմն եթե մենք ուզում ենք հասկանալ ճշմարտությունը, իմաստությունը, իմանալ թե որտեղից է բխում արդարությունը, սերը, այս բոլորը միայն կարող ենք գտնել Սուրբ գրքի մեջ։ Այո։ Եվ Առակաց գիրքը ինքը կոչվում է ճշմարտության գիրք, Առակաց գիրքը ինքը իմաստության գիրք է կոչվում եւ ամենօրյա իմաստության գիրք։ Շատ հետաքրքրական է, ինչպես ամիսը ունի 31 օր, 30 օր, 31 գլուխ ունի Առակացը։ Կարծես Աստված այնպիսի գեղեցկությամբ է դասավորել ամեն բան, որ ամեն մարդ օրական իր իմաստությունը ստանա Սուրբ գրքից կարդալով այդ օրվա համարը։ Եվ Առակաց գիրքը որպես իմաստության գիրք, որպես ճշմարտության գիրք, իսկապես ճշմարիտ կյանքը ապրելու սկզբունքներն է, որ մեզի սովորեցնում է, որ եթե այդ սկզբունքներով մենք ապրենք, Աստծո որչափ հաճելի պիտի լինի մեր կյանքը։ Հետաքրքիր է, նրա հեղինակը Սողոմոն իմաստունն է։ Մեկը որ Աստծուց ուրիշ բան չխնդրեց, բացի իմաստություն խնդրեց, եւ Աստված ասաց, քանի որ դու ինձնից հարստություն չխնդրեցիր, այլ իմաստություն խնդրեցիր, դրա հետ միասին պիտի ստանաս թե հարստություն, թե իմաստություն եւ թե նաեւ իր թագավորության ժամանակ 40 տարի կատարյալ խաղաղություն եղավ, Աստվածային օրհնությամբ անցավ եւ ինքը գրեց Առակաց գիրքը, ինքը գրեց նաեւ Ժողովողի գիրքը, որ իմաստությամբ լեցուն է, նաև շատ առակներ գրեց ու շատ երգեր գրեց, հեղինակ դարձավ եւ այսօր մենք դրանք կարդալով իրապես մեր կյանքերը փոխվում են, որովհետեւ Աստծո խոսքը սովորական մարդկային խոսք չէ, որ կարող ես ասել եւ անցնել, դա մի խոսք է, որ քո էությունդ
հեղաշրջում է, այդ խոսքը նախ քո մտքիդ մեջ հավանություն է տրվում եւ սրտիդ մեջ նա ծիլեր է արձակում։ Եվ եթե մենք այդ խոսքով քայլենք, մեր կյանքերը շատ ու շատ պիտի փոխվեն։ Ամեն, այո։ Հենց փորձենք իմաստության գրքից, առակած գրքից մեր պատրաստած համարները ներկայացնենք մեր սիրելի հեռուստադիտողներին։ Անշուշտ հնարավոր չէ ամբողջությամբ այդ գրքի մասին խոսել, այնքան շատ բան կա այնտեղ։ Թերևս մի քանի համարներ որ կարողանանք այսօր ներկայացնել, կարծում եմ բավարար կլինի։ Պատրաստած համարներիցս մեկն է Առակաց 29-րդ գլուխ 25 համարը, որ այսպես է գրված. Մարդու վախը որոգայթի մեջ կցքես զինք, բայց Տերոջը ապավինողը ամուր ապաստարան կունենա։ Մարդու վախը։ Հիմա ինչ է այս վախը, որտեղից եկավ, ով է այս վախի ետևը թաքնված։ Առաջին անգամ լինելով վախը մարդու մեջ եկավ, մարդու մեջ մտավ դեռևս Եդեմի պարտեզից, դեռ ամենասկզբից։ Աստված կատարյալը ստեղծեց մեր նախահայրը Ադամը եւ օրհնեց նրան, ուրախացավ նրանով։ Ամեն բան Ադամի ոտքերի տակ էր դրած, որ Ադամը իշխիր։ Վախ չկար, սարսափ չկար։ Աստված գիչներ եւ ժամանակ կանցկացներ Ադամի հետ, ուրախանային։ Եվ Աստված բոլոր դաշտի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նրանց ինչ անունով կոչի։ Ամեն բան լավ էր, մինչև այն պահը, երբ Ադամը եւ Եվան իրենց ազատ կամքով Աստծո դեմ անհնազանդ գտնվեցին, մեղ գործեցին, եւ կկարդանք Ծննդոց գրքի մեջ, որ օրվա այդ զով պահին Աստված իջավ նորեն պարտեզի մեջ ու կպտտեր եւ լսեցին Աստծո ձայնը, որ ասեց. Ադամ, ուր ես։ Ինչ եղավ։ Մեղքը ամեն բան փոխեց, երբ Աստված գիչներ, Ադամ հոն էր, Ադամին չէր փնտրեր Աստված, եւ Ադամը միշտ Աստծո հետ էր, բայց այս անգամ տարբեր էր ամեն անգամվանից, եւ Ադամ պատասխանեց. ձայնդ լսեցի եւ վախեցա։ Աստված դեռ հենց սկզբից կփնտրեր կորցվածը, նույն ձևով եւ այսօր, բայց ինչու Ադամ վախեցավ։ Մեղքը պատճառ եղավ։ Ահա մեղքի առաջին պտուղը վախը, եւ այդ վախը մինչեւ այսօր մարդկության մեջ է։ Մինչեւ այսօր մարդը կվախենա, մինչեւ այսօր մարդը անհանգիստ վիճակների մեջ է։ Եվ ով է այս ամենի հեղինակը, շատ պարզ է մեզի։ Այս աշխարհի իշխանը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, սուտերուն հայրը Սատանան։ Եվ միջե ամենամեծագույն օրինակը այսօր վախի մեր կյանքերն են։ Այս աշխարհը, որի մեջ մենք կապրենք, ամենօրյա պատերազմները, ամենօրյա սպանությունները, թերորիստական այս վայրագությունները, այս բնական աղետները, ինչ դիպված պատահարներ, դպրոցներից զենքը, սպանությունները, եւ տեսնում ենք, որ ամենուրեք վախ եւ միայն վախ, ու մարդիկ վախենում են։ Վախից կարծես մարդկանց սրտերը նվաղած լինեն։ Հիշենք Հայաստանի երկրաշարժը, ամենուրեք վախ էր տիրում։ Մարդիկ կարծես քայլող դիակներ լինեին։ Հիշենք Նյու Յորքի կատարված դեպքը 9/11-ը, World Trade Center-ը, ինչպես ոչ թե միայն մարդկությունն էր վախեցած, այլև երկիրը, այլև ամբողջ աշխարհը, չգիտեին ինչ է սպասվում, ինչ պատահեց, ինչ պիտի լինի այս ամենի վերջը, եւ վախը այսօր մարդկանց իսկապես շփոթության մեջ է գցել։ Ծնողները վախով իրենց զավակները դպրոց են ուղարկում, որտեղ չգիտեն թե ինչ կսպասվի այդ օրը դպրոցներում, քանի որ տեսնում ենք ամեն օրվա վիճակը, վախ կա այսօրվա մեջ, վախ կա վաղվա համար, եւ այս վախի պատճառով մարդը անկարող է դառնում ճիշտ կողմնորոշվելուց, ճիշտ մտածելուց եւ միշտ անհաստատ ու անկայուն վիճակների մեջ է լինում, կարծես տար ու բերվող ալիքների նման։ Եվ այսպես ամեն մարդ վախեցած է ամեն բանից, վախեցած է ամեն ժամանակ, բացի Աստծուց այսօրվա մարդկությունը։ Հռոմայեցիս 3-րդ գլուխ 18 համարի մեջ գրված է. Աստծո վախը
չկա անոնց աչքերուն առջև։ Այսօր մարդ ամեն ինչից կվախնա բացի Աստծուց։ Եվ Տերը տեսավ Ադամի վախը, Տերը կտեսնե այսօր մարդկության վախը, եւ ինչ հետաքրքիր է Աստծո գործը։ Նայեցեք, դեռ 5 կտակարանից սկսած, նոր կտակարանում մինչև Աստված ամեն անգամ, երբ որ մարդուն պիտի այցելեր, իր առաջին խոսքը կլիներ՝ մի վախեցիր, որտեվ գիտեր թե ուր էր հասցված վախը նրան։ Այո, եւ կդիմեր անունով, Աբրահամ, մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց մեծ շնորհ կտար։ Մի վախեցիր Զաքարիա, եւ այսպես այսօր Աստված այդ նույն ձևով ինձ եւ քեզ է ասում, որ մի վախեցիր, Տերը խոստացած է, որ ինքը մեզ հետ կլինի։ Հիշենք հրեշտակը, երբ որ հովիվներին երևցավ եւ Քրիստոսի այդ ծննդյան մեծ ավետումը պիտի տար, այդ ուրախ լուրից առաջ նա տեսավ հովիվների վախ ու սարսափը եւ ասաց՝ մի վախեցեք, եւ հետո իր պատգամը տվեց, որ ձեզի փրկիչ է ծնված։ Եվ այսօր Աստված կուզե, որ այդ վախի եւ երկչոտության հոգին մեր վրայից վերցնել եւ մեզ տար զորության, զգաստության եւ ճշմարտության հոգին։ Եվ արդեն Աստծո խոսքը ասում է, Աստված մեզ վախի եւ երկչոտության հոգի չտվեց, հապա զգաստության, զորության եւ ճշմարտության։ Մարդիկ վախեցած են։ Ինչու այսօր շատեր վախեցած են եւ չեն ուզում լսել մեղքի մասին։ Չեն ուզում լսել դժոխքի դատաստանի մասին։ Ինչու, որովհետև վախեցած են, կվախենան, Աստծո խոսքն ասում է, քանի որ մութի մեջ իրենց գործերը չար է, եւ կվախենան Աստծո լույսին մոտենան, կվախենան Քրիստոսին մոտենան, որտեվ այդ լույսի ներքո է, որ կերևա իրենց ինչը լինելը։ Նայեցեք, Աստծո խոսքը շատ գեղեցիկ է, եւ Աստված միշտ պատրաստ է, որ մեզի ամեն այդպես տարակուսած, վախեցած վիճակներից փրկելու, ազատելու։ Խոսքը ասում է, որ երբ վախը մեր մեջ գա, հավատքը կգնա, բայց երբ հավատքը մեր մեջ գա, Քրիստոսի վրա հաստատված եւ խարսխված հավատքը մեր մեջ գա, վախը կհեռանա։ Եվ վախի միմյան դարմանը, բժշկությունը, բուժումը Աստծո վրա հաստատված եւ խարսխված հավատքը եւ վստահությունն է։ Ինչ կվախենաս դու սիրելիս, թե ինչ է սպասվում աշխարհին, թե ինչ պիտի լինի ապագան, նախ վախեցիր, թե ինչ է սպասվում քեզ։ Ուր պիտի անցկացնես քո հավիտենականությունդ։ Վախեցիր դատաստանից, վախեցիր դժոխքից, վախեցիր ծծումբով այրված կրակի լիճից, վախեցիր, որ պիտի գա մի օր եւ քո անունդ գրված չգտնվի գառնուկի կյանքի կենաց գրքին մեջ։ Վախեցիր, եթե Քրիստոս այս կյանքիդ մեջ դեռևս չես ընդունած քո կյանքի Տեր ու Փրկիչ, հետո պիտի ընդունես նրան որպես դատավոր, այն էլ արդարության դատավոր, որ իսկապես արդարության պիտի դատի, սիրես թե չսիրես, ուզես թե չուզես, բայց եթե Քրիստոսը ընդունել ես որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ, որևէ բանից վախենալու պատճառ չունես։ Այսօր մենք ունենք Քրիստոս մեր կյանքի մեջ, մահը մեզի վախ չի կարող բերել, նեղությունները վախ չեն կարող բերել, ապագայի խավար վիճակը կամ անորոշ անըստույգ ապագան չի կարող ինձի վախեցնել, քանի որ գիտեմ թե որու եմ հավատացած, քանի որ ունեմ իր խոստումները եւ ել ավելին, ոչ թե որ խոստումներն են բռնած, այլ խոստում տվող Աստծո ձեռքն է, որ բռնած եմ եւ գիտեմ, որ ինքը ինձ խոստացել է, որ ես քեզ հետ եմ ամեն օր, մինչեւ ժամանակների վերջը։ Եվ այսօր սատանան վախը կարծես ցանկապատի պես ժողովրդի շուրջն է դրել, որպեսզի մարդկությանը կտրի Աստծո շնորհքի վայելքից, այդ փառքից։ Նորեն վախի միակ դարմանը Աստծուն հավատալ եւ վստահելն է։ Տեր Հիսուս խոստում տվողը ինք ասաց. աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Այո, հավատացյալի քրիստոնյայի զորությունը ոչ թե իր անձնական ջանքերն են, ոչ թե իր բազուկի ուժն է, ոչ թե իր խելքն է, ոչ թե իր շրջապատն է, իր ունեցած դրամն է, այլ Աստծո հոգին է։ Ամեն։ Այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց։ Այդ նույն հոգին Աստծո հոգին է, որ հավատքով գալիս եւ հավատացյալի մեջ բնակություն է հաստատում։ Առաջի դարի քրիստոնյաները, երբ որ նետվում էին առյուծների գուբը, նրանք Տեր Հիսուսի անունը չէին ուրանում, նրանք չէին վախենում,
Ով էր այդ զորություն տվողը? Աստծո հոգին, Սուրբ հոգին։ Եվ Հռիփսիմյաց կույսերը Այո, 40 Հայաստան եկան եւ նրանց խոշտանգեցին, ամեն տեսակ չարչարանքների ենթարկեցին։ Արդյոք նրանք Տեր Հիսուսի անունը ուրացան? Ոչ երբեք։ Փավլիցի այդ աղջնակները որտեղից էր այդ զորությունը? Աստծո հոգին է տալիս այդ զորությունը։ Եվ այսօր մարդիկ միշտ վախի մեջ շատ անգամ լսել ենք, որ ինչպես ասում են, լավ, ուր գնանք ապահով տեղ գտնենք, ինչ անենք, որտեղ գնանք, էլ այստեղից ուր գնանք։ Սիրելիս, աշխարհի մեջ ուր գնաս, վախը քեզ պիտի հետապնդի։ Ապահովություն այս աշխարհի մեջ չես կարող գտնես։ Միակ ապահովությունը, որ կարող ես գտնես, այն էլ բարձրելոյն ծածկոցի տակ բնակողին է տրված։ Միակ ապահովությունը Քրիստոսի մեջ է, եւ Աստված Սաղմոս 91-ի մեջ շատ գեղեցիկ է խոսում, գրում, որ բարձրելոյն ծածկոցի տակ բնակողն է, որ Աստծո ապավինության եւ հովանավորության տակ պիտի հանգչի, եւ ասում է, որ պիտի փրկի քեզի որ սորտի որոգայթեն, ապականից ժանտամահեն, պիտի չվախնաս գիշերվան զարհուրանքներն ու ցորեկը թրջող նետեն, մութը տեղը պտտող ժանտամահեն, կուզես վախերդ փարատվեն, այո վախը քեզ որոգայթի մեջ կցքի։ Մի մտածիր, թե ուր գնաս տեղդ փոխես, երկիրդ փոխես, միևնույն է, այս աշխարհը վախի ու սարսափի տագնապի աշխարհ է, որ դեպի կործանում է գնում։ Կուզես վախերիցդ ձերբազատվես, ապավինիր Տեր Հիսուս Քրիստոսին, ապաստարան գտի Քրիստոսի բազուկների մեջ, եւ այն ժամանակ կիմանաս ինչ է ճշմարիտ ապահովությունը։ Առակաց գրքի առաջի գլխի երկրորդ համարը իմաստությունն ու խրատը գիտենալու համար, հանճարի խոսքերը հասկանալու համար, Աստծո նվիրյալներից մեկը, Մեսրոպ Մաշտոցը, երբ որ աստվածային հայտնությամբ հայոց սքանչելի այդ տառերը հայտնագործեց, ինքը իր առաջի թարգմանությունը, առաջի գրած բանը, որ կար, հենց սա էր։ Ճանաչել զիմաստություն եւ զղրատ, իմանաս բանս հանճարով, որ դա գալիս է մեզ գրափարից, իսկ թարգմանությունը, աշխարհաբարը, իմաստությունն ու խրատը գիտենալու համար, հանճարի խոսքերը հասկանալու համար։ Եվ գրված է. իմաստության սկիզբը Տիրոջը վախն է։ Քիչ առաջ վախի մասին խոսեցիր։ Եվ սա ոչ թե Տերի Աստծուց դողալու մասին է։ Այդ վախը փոխենք երկյուղի։ Իմաստության սկիզբը Տիրոջը երկյուղն է, բայց հիմարները իմաստությունն ու կրթությունը կանարգեն։ Որպես այս համարը լավ հասկանանք, մենք պիտի ուշադրություն դարձնենք, որ իմաստություն եւ կրթություն ասված բաները սրանք աստվածայինն են, մարդկայինը չէ, երկրավոր իմաստությունը, երկրավոր կրթությունը չէ, այն ամենը ինչ որ երկնքից է գալիս, որովհետեւ երկրավորը շնչավոր է, դիվական է, այս աշխարհին է պատկանում, մարդկային մտքի արգասիքն է, բայց աստվածայինը սուրբ է, եւ մենք կարդում ենք, իմաստությունը Տերն է տալիս, գիտությունն ու հանճարը նրա բերանից են, Առակաց 2-րդ գլուխ եւ 6-րդ համար, եւ 8-րդ գլխի մեջ Տեր Հիսուս հայտնվում է այնտեղ, ասում է. Ես եմ իմաստությունը եւ խոհականության մեջ եմ բնակվում։ Եվ Աստված մեզ տվեց այդ իմաստության աղբյուրը, Քրիստոսն է։ Նրա մեջ է բնակվում իմաստության ամբողջ գանձերը։ Եթե մենք սկսենք փորփրել, լավ ճանաչել Քրիստոսի անձը, մենք աստվածային իմաստություններին պիտի տիրանանք։ Ամեն։ Միևնույն ժամանակ Աստված զգուշացնում է ասելով, հենց Առակաց 3-րդ գլուխ 5-րդ համարի մեջ է գրված. Քո իմաստությանդ մի վստահիր, այլ սրտովդ Տիրոջը ապավինի։ Ամեն։ Այո, այսօր շատ խելացի մարդիկ կան աշխարհի վրա, գիտնականներ, որոնք աշխարհի շատ բաներ էլ տվել են, հայտնագործություններ, շատ աշխատություններ ունեն, որ այսօրվա մեր կյանքի համար շատ պետքական է, եւ մենք երբևէ երկրավոր կրթությունը, գիտությունը չենք անարգում քավլիցի,
այլ ասում ենք, որ դա շատ պետքական է այս երկրավոր կյանքի համար։ Բայց որքան էլ որ գիտուն լինես, որքան էլ որ երկրավոր սկզբունքներով իմաստուն լինես, անգամ նաև եթե հանրագիտարաններ անգիր իմանաս, բայց քո գնալիք տեղդ չիմանաս, աստվածային իմաստությունից պակսած ես։ Որտև երբ որ ճանաչում ենք Քրիստոսի անձը, ճանաչում ենք իսկական իմաստությունը, իմանում ենք, թե այս կյանքից հետո մենք որտեղ պիտի անցկացնենք մեր հավիտենականությունը։ Աստծո խոսքը նաև մարգարեական խոսք է, որ մեզ հուշում է, մեզ հասկացնում է, մեզ համար բացահայտում է նաև մեր ապագան, գալիք իրադարձությունները։ Այսօր քաղաքական գործիչներ գուշակում են, թե վաղ ինչ կարող է տեղի ունենալ։ Այս կամ այն երկրի մեջ ծագած, ասենք, դժվարությունները կարող են ավելի մեծ խնդիրներ առաջացնել եւ երկրներ կարող են պատերազմի մեջ ներգրավվել եւ հաճախակի ենք լսում երրորդ համաշխարհային պատերազմի մասին եւ այլն եւ այլն։ Այս ամենը մարդկային գուշակություններ են միայն։ Բայց եթե մենք ուզում ենք իմանալ, թե ինչ է սպասում աշխարհին, կարդանք Աստծո խոսքը։ Բացեք հայտնության գիրքը, կարդացեք Դանիելի մարգարեությունը։ Եվ դրանք, եթե մեկտի բերեք, եւ եթե դրանց մեջ դուք իրապես խորանաք, կարող եք իմանալ, թե աշխարհին ինչ է սպասում։ Այո։ Աստվածային իմաստությունը տարբեր է սիրելիներ։ Քրիստոս Աստծուց հայտնված իմաստությունն է։ Քրիստոսի մեջ են պահված իմաստության ու գիտության բոլոր գանձերը։ Աստծուց ունեցած երկյուղը իմաստության սկիզբն է։ Ահա թե որտեղից է սկսվում իմաստությունը։ Եվ կուզեի մի քանի համար էլ կարդայի առաջի Կորինթացիս եւ առաջի գլխից հետեւյալն է մեզ ասում։ Առաջի Կորինթացիս եւ առաջի գլուխ 19-21 համարները։ Վասնզի գրված է. իմաստունների իմաստությունը պիտի կորցնեմ ու հանճարեղների հանճարը պիտի խափանեմ։ Աստված ասում է երկրավոր իմաստության մասին։ Ուր է իմաստությունը, ուր է դպիրը, ուր է այս աշխարհի քննողը, չէ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը։ Աստված հաճեցավ քարոզության հիմարությունով ապրեսնել։ Այսինքն, խաչի քարոզությունը, որ խաչի միջոցով, խաչի վրա կատարված դեպքով աշխարհին փրկություն եղավ, աշխարհի համար այն հիմարություն է համարվում, որովհետև ինչ կարող է տեղի ունենալ խաչի վրա, երբ որ մեկը մեռավ։ Բայց Աստվածային իմաստությամբ չցուլատրեց, որ աշխարհային իմաստությամբ մարդը Աստծուն ճանաչի։ Եվ դրա համար գրված է. Քրիստոսը Աստծո զորությունը եւ Աստծո իմաստությունն է։ Ուզում ենք ճշմարիտ եւ իրական իմաստությունը ճանաչել, պետք է որ ճանաչենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Իսկ նրան ճանաչելու համար նրան իբրև մեր Տերը եւ Փրկիչը պիտի ընդունենք, եւ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, որ դա միայն կարող է տեղի ունենալ ճշմարտապես ապաշխարելով, անկեղծությամբ Աստծո առջև գալով եւ խոստովանելով, որ Տեր Աստված, ես մեղավոր մեկն եմ, ես հավատում եմ, որ քո որդիդ Հիսուս Քրիստոսը իմ մեղքերի համար մեռավ եւ հարություն առավ։ Ես այսօր նրան իբրև իմ Տերս եւ Փրկիչս եմ ընդունում։ Պարզ աղոթքը մարդուն փրկություն կբերի եւ նա կճանաչի Քրիստոսի անձը։ Եվ կդառնա վերստին ծնունդ ունեցող նոր ծնված մեկը։ Այո։ Հելենք ուր նախքան հաջորդ մեկ համարին անցնելը մի փոքր դադար վերցնենք, մեր սիրելի հեռուստադիտողների հետ միասին հոգեվոր մի երգ լսենք, որից հետո կշարունակենք։ Սրբությանը սրբոցը
մտել եմ գարան արյունով եկել եմ ստանալու հոգուտ բոցը եկել եմ լցվելու քո սիրով մտել եմ սրբությանը սրբոցը մտել եմ գարան արյունով եկել եմ ստանալու հոգուտ բոցը եկել եմ լցվելու քո սիրով Տեր սիրում եմ քեզ Ահաշտում եմ քեզ Տեր սիրում եմ քեզ Ահաշտում եմ քեզ Քո անունը սուրբ է Սուրբ է Քո անունը սուրբ է Սուրբ է Դարձել է ուխտի տաբանակը ցողված քո որդու արյունով Պանդուխտերի դարձել է զավակը սրբացել զորացել քո սիրով Դարձել է ուխտի տաբանակը ցողված քո որդու արյունով Պանդուխտերի դարձել է զավակը սրբացել զորացել քո սիրով Տեր սիրում եմ քեզ Ահաշտում եմ քեզ Տեր սիրում եմ քեզ Ահաշտում եմ քեզ Քո անունը սուրբ է Սուրբ է Քո անունը սուրբ է Սուրբ է Սիրելիներ, վերադարձանք եւ շարունակում ենք մեր հաղորդումը։ Այսօր Հելեն քրոջ հետ միասին Աստծո խոսքից իմաստության գրքի մասին պիտի խոսենք, առակաց ժողովողի գրքի մասին։ Արդեն խոսեցինք առաջի մասում, բավականին պիտի շարունակենք։ Քիչ առաջ այս մասին որ խոսում ենք, միտքս եկավ մի դեպք իմ ընկերոջս հետ կատարված մանկական ընկեր ունեի, որի հետ միասին նաեւ ինստիտուտ ենք սովորել, պոլիտեխնիկ ինստիտուտը, եւ ինքը բավականին առաջընթաց ուներ Առիթը եկավ, որ իրեն Աստծո խոսքը վկայեմ, հավատքի մասին խոսեմ, մարդկայնորեն երկրավոր սկզբունքներով շատ խելացի մի երիտասարդ, ամեն բանից տեղյակ, ամեն բանի մեջ կարելի ասել այսպես ինքը խորանում է, մտնում է, շատ բաներից տեղեկություն ունի։ Հերթ եկավ հավատքին, երբ որ վկայեցի, որ
փրկության միակ միջոցը Տեր Հիսուսին հավատալն է, շատ մտերիմ ենք իրար հետ եւ ինքը շատ անկեղծ ասաց, բայց գիտես ասաց, ինչ տարբերություն, ես կարող եմ ես քարին եմ հավատում։ Ուղղակի ես տեսա, որ ընկերս թեև շատ բան գիտի, թեև գիտությամբ լեցուն է ինքը, բայց իր համար փակված շատ դռներ կան։ Իմաստության դուռը, որ Քրիստոսով կբացվի, այդ դուռը իր համար փակված է, շատ ցավ զգացի։ Միջովորս իր համար սրտից փափագն է, որ Աստված իրեն այցելություն անի եւ ինքը այս ճշմարտությունները հասկանա, հաճախակի իր հետ շփվում ենք, խոսում ենք, ուզում եմ որ ճշմարտապես ինքը ճանաչի Քրիստոսին եւ Քրիստոսին ճանաչելը շնորհք է, Աստծուց տրված ուղակի պարգև է։ Եվ այս իմաստության գիրքները այնպիսի բաներ կա մեջը գրված, որ կարդում ես ամբողջ կյանքը թեղաշրջում է։ Ինչևէ Հելեն քույր պատրաստած համարը։ Երկրորդ համարը, որ պատրաստել են Արակաց նորեն 14-րդ գլուխ 12 համարն է, որ ասում է ճամփակա, որ մարդուն շիտակ կերևնա, բայց անոր վախճանը մահվան ճամփաններ են։ Որ ճամփի մասին է, որ կխոսի Տերը, եւ միևնույն ժամանակ կզգուշացնի մեզ այդ ճանապարհի վերջավորությանը սպասվող վտանգի մասին։ Այո։ Ճամփակա, որ մարդուն շիտակ է երևում։ Աստվածաշունչը երկու ճանապարհների մասին է, որ կխոսի. լայն ճամփա եւ նեղ ճամփա, բացատրելով, որ լայն ճամփան այս աշխարհի ճամփան է, որով ցավոք սրտի շատեր կքայլեն եւ դեպի հավիտենական կորուստ կերթան, եւ նեղ ճամփան, որը հավատքի փրկության ճանապարհն է, որ նորեն ցավոք սրտի շատ քիչեր կքայլեն, բայց դեպի հավիտենական կյանք կերթավ։ Եվ Տեր Հիսուս ինչ ասաց. Ջանք արեք նեղ ճամփայով։ Այո, նեղ ճամփայով քայլեք։ Եվ Տեր Հիսուս նորեն շատ པարզ դարձրեց, ասելով. Ես եմ ճանապարհը։ Այո։ Ես եմ ճանապարհը, քիչ առաջ խոսեցինք, ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը, որովհետև ամեն բան, ինչի որ գանք, ամփոփված է Քրիստոսի մեջ։ Քրիստոս ինքն է ամեն բանի մեջ ամեն բան։ Ճանապարհը ինքն է, ճշմարտությունն ինքն է, կյանքը ինքն է, եւ ասաց ես եմ ճանապարհը։ Ուրիշ ճանապարհ չկա փրկության համար, ուրիշ ճանապարհ չկա հավիտենական կյանքի համար։ Աշխարհը իդեպ ասեմ, որ շատ տարբեր մի կոնցեպտ է բերում։ Այդ կապակցությամբ ասում են, որ դե ինչպես բոլոր ճանապարհները Հռոմ են գնում, այնպես էլ բոլոր ճանապարհները Աստծուն են գնում։ Հիմա ինչ տարբերություն, դուք ասում եք, որ միակ ճանապարհը Քրիստոսն է, բայց չէ որ այդ մուսուլմաններին նայեք, որքան նվիրյալ են իրենց Ալլահին, բա իրենք ինչ պիտի լինեն։ Նայեք հինդուներին, բուդդիստներին, սատանապաշտներին, բոլորի ճանապարհը։ Հիմա մեկը մեզ հետ չվիճի, որովհետև սա ոչ թե մեր խոսքն է, այլ գրված է, Աստծո խոսքն է, որ բացարձակ ճշմարտություն է Աստծո խոսքը, եւ Տեր Հիսուս ասեց. ես եմ այդ ճանապարհը, եւ մենք էլ նույն հավատքով վստահությամբ կվկայենք, որ միակ ճանապարհը փրկության Տեր Հիսուս Քրիստոսն է, եւ նորեն ինքը ուրիշ ճանապարհ չկա։ Աստված մարդուն ազատ կամք է տվել ընտրելու։ Այդ ազատ կամքի հիման վրա է, որ մարդը այսօր կընտրի աշխարհի ճանապարհը, թե Աստծո ճանապարհը, այսինքն լայն ճամփան, թե նեղ ճամփան, ժամանակավորը, թե հավիտենականը, կյանքի ճանապարհը, թե կորուստի մահվան դատապարտության ճանապարհը։ Սուրբ Գիրքը աշխարհի ճանապարհները շատ հետաքրքիր ձևով է ներկայացնում։ Օրինակի համար կարդում ենք, որ Երիքովի ճամփով մարդ մկիչներ, կամ կարդում ենք Էմավուսի ճամփով աշակերտները հուսահատ կիչնեին, կամ գրված է, որ Եգիպտոս իջավ պանդխտանալու, Հովնանը Թարսիս իջավ։ Այս ճանապարհները աշխարհի խորհրդապատկերն ունեին, եւ աշխարհի բոլոր ճանապարհները իջեցնող են։ Աշխարհի բոլոր ճանապարհները իջեցնող են, այսինքն դեպի հավիտենական կորուստ ստանող ճանապարհներ են։ Եվ ինչ տեսանք այդ ճանապարհների մեջ։ Էմավուսի ճամփի մեջ քայլողները հուսահատության մեջ էին, չգիտեին թե ինչ է սպասվում իրենց։ Երիքովի ճամփով քայլողը մինչև մահվան աստիճան վիրավորվեց։ Թարսիսի ճանապարհին գնացողը տեսանք ինչ եղավ իրեն։ Այս եւ բոլոր ճամփաները եղան
փորձանքի, հուսահատության, գերության, Աստծո երեսից փախնելու ճանապարհներ։ Նույնն է պարագան այսօր այս աշխարհի մեջ։ Աշխարհը լայնորեն եւ գեղեցկորեն է բացել իր ճամփաները մարդկության առջև։ Նայենք այսօր երիտասարդությանը։ Ամեն մեկը իր ուզած, իր բռնած ճանապարհն է քայլում եւ ոչ խրատ են ուզում լսել, ոչ զգուշացում, քանի որ երբ որ խոսում ես ասում են ես գիտեմ, որ ճիշտ ճանապարհի մեջ եմ։ Այդպես է սովորեցնում նրանց, այսինքն այո, խելքիդ փչացը, ինչ որ դու մտածում ես, կարող ես գործադրության դնել։ Դու ոչ մեկին հաշվետու չես։ Եվ ինչ է լինում դրա արդյունքը, իրենց բռնած ճանապարհները ուր է հասցնում երիտասարդներին, կամ դրակ, կամ գամբլ, կամ homosexuality, կամ alcoholism եւ նման բաներ, բայց գիտեք, ես չեմ կարող չհիշել այս պատմությունը, որ հիմա ուզում եմ ասել։ Մենք երիտասարդներից ենք խոսում, բայց ինչ է այսօր մեր մեծահասակների վիճակը։ Թող ինձ ներեն մեր մեծահասակները, ես դատող հոգիով չեմ ասում, պարզապես ցավող սրտով եմ ասում։ Ամեն կիրակի, երբ կանուխ մենք եկեղեցի ենք երթում, գնում, ուրեմն այդ ճանապարհին միշտ տեսնում եմ, թե ինչպես մեծահասակները առավոտ կանուխ ժամը 8-ին, ոմանք նույնիսկ իրենց walker-ներով կամ ձեռնափայտերով, քեյներով, bus station-ներում կանգնած են ավտոբուսի կանգառներում, որ ավտոբուսը պիտի գա եւ իրենց առնի Լաս Վեգաս տանի։ Փորձել եմ, սա մեծերի վիճակն է։ Փորձել եմ, մոտեցել եմ եւ իրենց ասել եմ սրտանց, որ ես պատրաստ եմ կիրակի օրերը իմ մեքենայով գամ քեզ առնեմ եւ եկեղեցի տանեմ եւ ետ բերեմ։ Գիտեք ինչ պատճառաբանություններ են մեջ բերում, ինչ դիագնոզներ են մեջ բերում, արյան ճնշում ունեն, շաքար ունեն, դիսկ ունեն, ծունկերը կցավի, ոտքերը կցավի, չեն կարող, գլխապտույտ ունեն, դեղ են խմում, ինչեր, եկեղեցի գալու շատ հարմարավետ են իրենց կարող։ Բայց Լաս Վեգաս գնալու համար չգիտեմ, բժշկվում են այդ ամենից։ Եթե մեծահասակների վիճակը այսօր այս է, ինչ ենք պահանջում երիտասարդներից։ Կամ թող, եթե իրենք առավոտ կանուխ կարող են հասնեն այդպիսի տեղեր, ուրեմն թող չնեղվենք, եթե այսօր երիտասարդ առավոտյան ժամի 2-ին 3-ին է տուն գալիս։ Ամեն մարդ իր բռնած ճանապարհն է գնում։ Եվ այս աշխարհի ճամփի մեջ եղած այդ վայելքները, ճակերտավոր ասած, այս հաճույքները ամենը ժամանակավոր են եւ կորստական, եւ այս ամենը այս աշխարհի իշխանի սատանայի խաբեությունն է, որ մարդկանց այդքան զբաղ պահի, որ մարդը ժամանակ չունենա իր ստեղծիչին հիշելու, իր ստեղծիչին մոտենալու, որովհետեւ նա այնպես է խաբել մարդուն, որ մեռնելուց հետո վերջացավ։ Այո։ Քեզ դրեցին գերեզմանը, եւ վերջ։ թթեցիր եւ գնացիր, այլևս չկար ոչնչացում։ Եթե այդպես է, ինչ է մնում այս կյանքը կեր, խմի եւ վայելի։ Բայց Աստված ասում է, ով մարդ իմացի, որ մի օր դատաստանի պիտի կանգնես։ Մարդը միայն մարմին չէ, քո մեջ անմա հոգի եւ անձ կա, որ հավիտյան պիտի ապրի։ Այո, եւ սատանան ամեն քայլի դիմում է, ամեն քայլի կդիմի, որպեսզի կարողանա մարդկությանը հեռու պահի Աստծո խոսքից, հեռու պահի Քրիստոսից։ Եվ իրականության մեջ սատանայի այս աշխարհի պատերազմը ոչ թե քրիստոնեության դեմ է, ոչ թե քրիստոնյաների դեմ է, ոչ թե եկեղեցվո դեմ է, այլ Քրիստոս անձի դեմ է։ Քրիստոս միմիակ ճշմարիտ ամենակալ Աստծո դեմ է։ Եվ ամեն ջանք կգործադրի սատանան միայն թե սա մարդկությանը հեռու պահի Քրիստոսին ճանաչելուց, Աստծուն գալուց եւ այսպես աշխարհի այս լայն ճամփով ամբողջները խելագարված, եթե կարելի ասել, այս հոծ բազմությամբ ժողովուրդը գնում են դեպի կորուստ, առանց իմանալու, թե ինչ է սպասվում իրենց։ Ուր է գնում, Աստված ասում է, որ այդ ճանապարհի վերջավորությունը մահվան է, ուշքի գանք, նայեցեք Աստված ինչպես է նկարագրում այս աշխարհի ճանապարհը։ Առակացություն 8:13 համարի մեջ ասում է չար ճամփա, 3:31-ի մեջ բռնավոր մարդու ճամփա, անօրեններու ճամփա, խավար ճամփա, Սաղմոս 119:28-ի մեջ ասում է, որ ստության ճամփա, Երեմիայի մեջ ասում է խոտորնակ ճամփա, Հուդայի մեջ ասում է կայենի ճամփա, եւ Առակաց 4:14 համարի մեջ Աստված շատ գեղեցիկ ու պարզ ձևով ասում է, որ ամբարիշներու ճամփան խավարի պես է, ու չեն գիտեր, թե ինչ բանով իրենց ոտքը պիտի սահի։ Այսինքն ուզես թե չուզես, պիտի սահի,
Ոչ թե կարող է պատահի սահի, այլ պիտի սահի, որտեվ խավարի մեջ ես։ Սակայն արդարների ճամփան ծագող լույսի պես է, Ամեն։ որ գնալով ավելի կլուսավորվի, որովհետև այդ ճանապարհը դեպի երկնային նավահանգիստ է առաջնորդում։ Ամեն, Աստված մեզ ապահով ափենեզեր պիտի հանե եւ Աստված կուզե որ այսօր ուղղե մեր ճանապարհները։ Ինչու՞, որտեվ սեր է, որտեվ ողորմած է, չուզեր որ մեկը գործվի, ապա բոլորը փրկության գան եւ Աստված պատրաստ է օգնելու։ Հիմա այսօր հարցումս այս է. որ ճանապարհն է որ ընտրած ես, որ ճամփով է որ կքայլես։ Աստված իր խոսքին մեջ ասում է ձեր ճամփուն համեմատ ձեզի հատուցում պիտի ընեմ։ Որ ճամփով որ քայլես, Աստծո ճանապարհի մեջ ես, այդ հատուցումը պիտի առնես Աստծուց մե, ապրիս հավատարիմ եւ բարի ծառաս։ Եթե աշխարհի ճամփի մեջ ես, Աստված պետք է ասի՝ դուրսի խավարը հանեցեք։ Ուր կա ատամների կրճտոց։ Սաղմոս 95:10-ի մեջ Աստված ասում է, որ ասոնք սրտով մոլորված ժողովուրդ են, իմ ճամփաներս չճանչցան։ Եվ սրտի ցավով Աստված Սաղմոս 81:13-ի մեջ ասում է. երանի թե իմ ժողովուրդս ինձ մտի կներ եւ իմ ճամփաներուս մեջ քալեր։ Ինչ ցավ է զգում Աստված իր սրտի մեջ։ Բայց հույս կա, անշուշտ հույս կա։ Կա հնարավորությունը, Աստված պատրաստ է, Աստված թեև մեղքատում է, բայց մեղավորը այդ սխալ ճանապարհ ընտրված վիճակ ինքը չի հաճենում, բայց մեղավորին սիրում է, ուզում է որ մեղավորը այդ ճանապարհից իր ճանապարհին դառնա։ Եվ Աստված հավիտենական կյանքը պիտի մտցնի։ Այո։ Միայն թե ցանկություն է պետք։ Ազատ կամքը ամենագլխավոր գործոնն է։ Այո։ Դա Աստծուց մեզ տրված պարգև է, ազատորեն մտածելու, եւ Աստված մարդու մեջ բարին եւ չարը ճանաչելու այդ որոշում առնելու փափագը դրած է։ Ամեն։ Եվ այս կյանքը պարգև մնե Աստծուց մե, միակ առիթն է, միակ առիթը հավիտենական կյանքի մասին մտածելու, որոշում առնելու եւ գործադրելու։ Միակ այս ապրածը տարիների մեջ է այս առիթը քեզի տրված։ Աստված կուզե որ մենք իր որդու լույսին մեջ քայլենք, որպեսզի խավար աշխարհի ճանապարհների մեջ մենք չխոտորենք։ Եթե այսօր դեռևս կքայլես աշխարհի ճանապարհների մեջ, հրաժարվի այդ մութի, այս խավարի մեջ կանգնելուցդ, քանի դեռ ունես Աստծո ներկայությունը, քանի կա շնորհքը, քանի դեռ տապանի դուռը գոցված չէ։ Մենք բոլորս հրավիրված ենք կյանքի եւ մահվան մեջ ընտրություն կատարելու եւ այսօրվա մեր արած ընտրությունը թե որ ճամփով պիտի քայլենք կշտկի մեր ապագան։ Այսօրվա ընտրությունից է կախված։ Մինչ աշխարհը օրը օրին, ժամը ժամին կշարունակի ավելին խավարել ու մթագնել, Քրիստոսի վերադարձի այդ հույսը ել ավելինով կփայլատակի, ել ավելինով կփայլի, որ ամեն մեկ հավատացյալի ուրախ երջանիկ հույսն է։ Փառք Տիրոջը։ Շատ քիչ ժամանակ ունենք, մենք շատ բաներ դեռևս չհասցրեցինք խոսելու, բայց հուսանք, որ հաջորդ անգամ սիրելիներ, եթե միջև այդ Տեր Հիսուս չհայտնվի, ամեն, եւ իր մարմինը կազմող եկեղեցին վերջառնի, կհանդիպենք, կխոսենք այդ մասին։ Մի համար եմ ուզում կարդալ Ժողովողի 3-րդ գլուխ եւ 11 համար հետեւյալն է ասում. Աստված ամեն բան իր ժամանակին վայելու ճարեց եւ մարդու մտքի մեջ հավիտենականությունը ճանաչելու փափագը դրավ, բայց Աստծո ըրած գործը մարդը չի կրնար սկզբից մինչև վերջ հասկանալ։ Ուրեմն Աստված մարդ արարածին ստեղծեց հավիտյան ապրելու համար։ Մեղքի պատճառով է, որ մենք այսօր մեր մարմինը կորցնում ենք, որովհետեւ Աստծուց հրաման եղավ։ Հող պիտի դառնաս, բայց ուր պիտի մնա մեր անձը, մեր հոգին, որոնք անմահ են։ Երկու տեղ կա գնալու սերներ, եւ Աստված այդ բնորոշումը տալիս է իր խոսքի միջոցով, դա բացահայտ է։ Դրախտը եւ դժոխքը իրական վայրեր են, սրանք առասպել չեն, հորինված բաներ չեն։ Տեր Հիսուս իր անսուտը շրթունքներով խոսած։ Աստծո խոսքի մեջ բազմաթիվ այդպիսի տեղեր կան եւ օրինակներ կան։ Հենց հիշենք
Մեծատունի եւ Աղքատ Ղազարոսի օրինակը։ Այո։ Միայն այդ օրինակը բավարար է, որպիսի մենք պատկերացում կազմենք։ Աստված սիրելիս չի ուզում, որպիսի որևէ մեկը կորցվի եւ իր երեսից հեռանա ու դժոխքի մեջ տանջվի հավիտյանս հավիտենից։ Միջոցները Աստված հանեց, փրկությունը ինքը հոգաց։ Տեր Հիսուսի ձեռքով իր հաշվին եղավ։ Հիսուսի թափված արյան արժանիքով մենք ձրի փրկություն ենք ստանում։ Այո։ Մենք եթե այդ փրկությունը չգնահատենք, սա նույնն է, որ Տեր Հիսուսի արյունը ոտնակոխ ենք անում։ Աստված արդար Աստված է։ Որքան որ ինքը սեր է, այդ չափ էլ արդար է։ Այո, սիրում է մեղավորին, բայց եթե այս աշխարհից առանց Հիսուս Քրիստոսի հեռանաս, ի վերջո դատաստանը պիտի հասնի եւ այն ժամանակ անկարելի Աստծո առջև կանգնել եւ կարողանալ արդարացուցիչ բաներ գտնել հնարավոր չէ։ Այսօր է, որ մենք պիտի ճանաչենք մեր Աստծուն եւ Աստծուն ճանաչելու, Հորը ճանաչելու ճանապարհը Հիսուս Քրիստոսին ճանաչելն է։ Ով որ Հիսուս Քրիստոսը մարմնով եկած կդավանի Աստծուց է։ Ամեն, այո։ Հիսուս քեզ շատ է սիրում, սիրելիս։ Ուզում է, որ նա քո անձնական փրկիչդ լինի։ Ուզում ես։ Եթե ուզում ես, այս աղոթք արա։ Կարող ես ինձ հետ կրկնել, միայն թե անկեղծությամբ, սրտիդ խորքից կրկնի եւ հավատա այս խոսքերին, ինչ որ խոսում ես։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու իմ մեղքերի համար խաչի ելար, ինձ արդարացնելու համար հարություն առար։ Առջևդ եմ գալիս որպես մեղավոր մեկը եւ խոստովանում եմ, որ շատ մեղքեր եմ գործել եւ բնությամբ էլ մեղավոր մեկն եմ։ Խնդրում եմ քո արյունովդ մաքրես եւ սրբես իմ բոլոր մեղքերս։ Ուզում եմ Աստծո որդի դառնալ։ Հավատում եմ, որ դու հավիտենական Աստվածն ես, որ մարմնով հայտնվեցիր։ Այս պահին քեզ ընդունում եմ իբրև իմ Տերս եւ Փրկիչս։ Սիրելիս, եթե այս աղոթքը արեցիր, հավատա, որ Աստված լսեց քո աղոթքդ, ներեց քո մեղքերդ եւ դրանից հետո ինչ է պետք անել։ Քայլիր Աստծո հետ։ Ամեն։ Կարդա Աստծո խոսքը։ Հիսուս քեզ շատ է սիրում։ Դու էլ նրա խոսքին ետևիր, ասած ձեզ նոր պատվիրան կտամ։ Քո Տեր Աստվածը սիրես քո ամբողջ մտքովդ, քո ամբողջ սրտովդ եւ քո ամբողջ էությունդ եւ քո ընկերոջդ կամ եղբորդ քո անձիդ պես։ Այո։ Այս ամենն են, որ իր մեջ կգրավեն օրենքը եւ մարգարեները։ Գտիր մի եկեղեցի, որտեղ քո հոգիդ փափակ կլինի, քո հոգիդ կերակուրը կստանաս։ Եվ քո կատարածդ ուխտը պահիր Աստծո հետ քայլիր միջև հավիտենականություն։ Եվ Աստված քեզ մեծապես թողորտնի, նաև օրհնի Հելեն քրոջը, որ մասնակցություն բերեց այսօրվա հաղորդման մեջ։ Սիրելի Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ թող լինի։ Ամեն։ Գերել է սիրտային քո սիրով Հիսուս միակ փափագն ես իմ հոգու Չունեմ ուրիշ կանցեր, չունեմ ես կյանք Քեզնից բացի չունեմ ուրիշ Աստված Քո երեսից ես սուրբ փախչեմ եւ քո հոգուց ուր գնամ Ներկայությունը ամենուր է Թեև գնամ երկրի ծայրերը դու այնտեղ ես միշտ ինձ լցնում ես իմ սիրտը գոհությամբ Ես կերկեմ քեզ երկը գոհությամբ Ես կերկեմ քեզ երկն իմ սիրով
հավիցյան դու ես երկը իմ միակ